Լարի քոտերը շարունակել։ Զարգացելով, պերաշկի ուտելով է զբաղված Հայաստանի իշխանությունը տարածաշրջանում որոտացող պայթյունների ֆոնին։ Նկատում են ընդդիմադիր Հայաստան խմբակցության ներկայացուցիչները, որ շարունակում են հանդիպումները։ Այս անգամ երիտասարդների հետ են հանդիպել։ Զարգացելով, պերաշկի ուտելով, ընտանեկան դրամաներ հորինելով, սենց հիմնարություններով զբաղվել են ու դրջաբել խտվի առջև են Ola nemneli ola hardadı pedafenpe. Բարեկամ Իրանի կայունությունը շատ կարևոր է թե Հայաստանի, թե տարածաշրջանի անվտանգության հարցում, պնդում է Հայաստան խմբակցության падգամավորը։ Իրադարձությունները բարձրացնել դժվար է կանխատեսել ինչ ուղղությամբ կգնան եւ ինչ զարգացում կունենան, բայց Իրանում եթե սկսվի քաոս ու չի բացառում դա տեղ ունենա ու դա երկարաժամկետ մի sense ցիկլի մեջ մտնի ոնց որ Արևելքի մի շարք այլ երկրներ, սա շատ անվտանգային դրջաբել խնդիրներ բերելու Հայաստանի համար։ Դժվար թե Հայաստանի իշխանությունը քննարկած լինի իրանյան զարգացումների հավանական սցենարները, նկատում է Սաղաթելյանը։ Ավելացնում, շատ կարևոր է հստակ իմանալ, թե ինչ ենք անելու, եթե իրանցիների մեծ հոսք լինի Հայաստան։ Վարչապետների պետությունը դավտանգության վարչիկները ստեղծել է համապատասխան սցենարներ քննարկել այլ դրանքային հնարավորություններ մտածել են վստահ չեն, ընդհակառակը վստահ են, որ ոչ չի բառը չի արել։ Հոիդա ներկայացուցիչները չեն հերքում, որ հակառակ բևեռներում են իրենց ու ՔՊ-ի գաղափարախոսությունները։ Նորմալ է, որ Հայաստանի իրենց բառով թրքահաճո իշխանությունը գործելու է Հոիդայի դեմ։ Խորհրդային 70 տարիներին հակադաշնակցական այնքան քարոզ չի արվել, որքան Փաշինյանի 7 տարիներին, ասում է Սաղաթելյանը։ Ես փորձում եմ ներկայացնել ծայրահեղական, արկածախնդիր, ժողովրդին դժբախտության բերող, երբեմն հակապետական ուժ։ Դե գիտես բակապեն այդ պետք է աներ, ինչ պետք է աներ։ Իսկ թուրքական, դավաճանական ուժը այդ պետք է փորձի այդ պատկերը դաշնակցության մասին հանրության մոտ ստեղծի։ Դաշնակցությունը իր ողջ պատմության ընթացքում պատերազմական գործողությունների մեջ մտել է բացառապես իր ժողովրդի պաշտպանելու համար։ Ազգային ազատագրական պայքարը ինչի համար էր 20-րդ դարի սկզբին։ Այս կուսակցության ստեղծման նպատակն է հայ ժողովրդի իրավունքները պաշտպանելու։ Փաշինյանը, որ մերժում է ազգայինը, բնական է, որ կմերժի նաև ազգային կուսակցություններին, նկատում են դաշնակցականները։ Ավելացնում, կարիք կա ժողովրդին բացատրելու, որ Հոիդան պատերազմի ուժ չէ, պատերազմից ժողովրդին պաշտպանող ուժ է։ Արփիս Քեսյան, Էլեն Յահինյան, Հայլուր։